Բարև Ռուբեն։ Բարև Վակ։ Քի սուրճ չես դրե։ Էդմոնդու ես։ Չէ, դե Էդմոնդի համար սուրճ դրել ես, իմ համար չես դրե, դա շատ վիրավորական է։ Ես եմ միշտ սուրճ հյուրասիրում, որ գալիս ես գրասենյակ։ Այո, եւ հետեւաբար դա մեծագույն բիծ է քո կարիերայում, բայց իրականում ցավոք ես հարգարժան Էդմոնդի համար երբեք սուրճ չեմ դրել, ինչը իրականում ոչ մի խնդիր չի ներկայացնում իրարից։ Մեծ հաճույքով դրած կլինեի, բայց չեմ դրել։ Դե անցնենք մեր քննարկմանը, բարձեցինք թե ինչի ենք ջուր խմում եւ ոչ թե սուրճ։ Այո։ Այդ ցավալի իրողության հետ առերեսվեցինք, հիմա անցնենք բուն քննարկմանը։ Մոռացության բան անենք, մատնենք Էդմոնին եւ սուրճը։ Եվ սուրճ։ Ու խոսենք նրանից, որ բարձվեց, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իրեն կաթողիկոս համարող Կտրիչ Ներսիսյանի հարազատ եղբայրը նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրասը հանդիսացել է KGB գործակալ եւ հիմա էլ բանա համագործակցում ակտիվորեն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ու սա հրապարակվեց ոչ թե պարզապես որպես մամուլի հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի դատողություն, այլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց դա ապացուցող փաստաթուղթ։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ոչինչ տեղի չունեցավ, որովհետև մեր ամենայն դեպս մեր անդիմադիր դաշտի եւ ազատ եւ անկախ մամուլի համար ոչինչ տեղի չունեցավ, որովհետև իրենք սկսեցին պաշտպանել KGB agent լինելու սրբազան իրավունքը։ Օրինակ միջևս տեսել ենք, չէ՞, որ իրանք պաշտպանում էին օրինակ կաշառակերության սրբազան իրավունքը։ Հետո ասենք պաշտպանում էին Տերորիզմի սրբազան իրավունքը, ռազմական հեղաշրջման կոչ անելու սրբազան իրավունքը, էլ ինչ կա այնտեղ մոտ հարազատական կապ ունեցողների հետ ռոմանտիկ կապի մեջ լինելու սրբազան իրավունքը։ Հիմա էլ պաշտպանում են KGB agent լինելու սրբազան իրավունքը եւ դե այդ է հիմա։ Ես վերջերս գրել եմ, եթե վաղը հայտնվի մի մանկապիղծ, որը դատվելու պահին է, որ արդեն դատավորը ասում է դուք մենք ճանաչվում եք մեղավոր մանկապիղծ լինելու մեջ։ Այդ պահին որ ասի Նիկոլն ու ՔՊ-ն քանդել են երկիրը, ընդդիմություն իրան պաշտպանել ու ասելու է, ինչ խնդիր կա մանկապիղծ լինելու մեջ։ Այստեղ բայց այդ մանկապղծությունը եւ այլն դա միանշանակ համաձայն եմ այդպես է ու Վահագն Վերմիշյանը մանկապղծության մասով չէ, բայց օրինակ կոռուպցիայի մասով դրա լավագույն օրինակն է, էլի մարդը մեր իշխանության օրոք պաշտոնյա էր, դատվեց կոռուպցիայի համար, սկսեց մեզ թուրք դավաճան եւ այլն բաներ ասել, դարավ քաղբանտարկյալ։ Դարավ քաղբանտարկյալ, բայց վերադառնալով թեմային թե ինչ են այսպես պաշտպանում KGB-ի գործակալ լինելու սրբազան իրավունքը, որտեվ կներեք, այս մարդկանց մեծ մասն էլ է հանդիսանում KGB-ի կամ գործակալ կամ KGB-ի գործակալների հետ աֆիլացված ինչ-որ անձ։ Առնվազն երկրպագու, ասենք ասենք, կամ շահառու։ Ես քո այդ պոլիտկորեկտությունը երբեք չեմ կիսում։ Չի պետքա փաստերի վրա հիմնվենք։ Դե ասում կամ KGB-ի գործակալ անձամբ կամ աֆիլացված ինչ-որ մի գործակալի հետ։ Ես համաձայն չեմ, որովհետև արի դա քաղաքական գնահատական է, բայց ինչն է Եզրաս arczepiskopos-ի դեպքը դարձնում ավելի, ինչ ասեմ, ավելի ցայտուն, որովհետև դա արդեն ենթադրություն չի, վերջ։ Պաշտոնապես հայտարարված է, որ Եզրաս arczepiskopos-ը Կտրիչ Ներսիսյանի հարազատ եղբայրը եղել է KGB գործակալ։ Կարո ծածկանունով։ Արի իրան էլ Եզրաս չասենք, էլի հարգենք իր աշխատանքը եւ իրան Կարո անվանենք։ Կարոն KGB-ի գործակալ է եւ դա ինչ ասեմ, ես չեմ պատկերացնում աշխարհում ուրիշ այլ երկիր, որտեղ մեկը բացահայտվի որպես այլ երկրի թեկուզ արդեն գոյություն չունեցող գործակալ ու անդիմության ու մամուլի համար դա լրիվ նորմալ կլինի։ Ամենաաբսուրդ այն բանն էր հայր ասողիկը, որը եթե չեմ սխալվում, Մայրաթորի արխիվարիուսն է, արխիվապետը։ Մոտավորապես գիտես ինչ էր ասել, մոտավորապես հետեւյալն էր, որ դե իր հայրենիքն է եղել, հայրենիքն է պաշտպանել, այսինքն պետությունն է պաշտպանել մեր երկիրը, հայրենիքն է եղել իր, համագործակցել է, ինչ կա որ։ Դուրս է գալիս, որ հայր ասողիկը նախ խոստովանում է, որ ԽՍՀՄ իր հայրենիքն է։ Դե մենք էլ ենք այդ ասում, խնդիրներն է, որ ձեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չի, ԽՍՀՄ-ն է մինչև հիմա։ Երկրորդն էլ եթե ԽՍՀՄ հայրենիք էր, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է օրինակ, կամ Քոչարյանը Սերժ Սարգսյանը։ Սեպարատիստ դավաճան։ Այո, երեքն էլ Գերագույն խորհրդի падգամավոր են եղել, անկախության հռչակագիր են ընդունել, Հայաստանը անկախացել է իրենց հայրենիքից, դավաճան են ուրեմն իրանք։
Կամ եթե տենց KGB-ի գործակալ լինելը հպարտանալու բան է, հայրենիքին ծառայելը։ Ինչի բոլորը իրանց CV-ի մեջ չեն գրում, ասենք, չգիտեմ, այս ինչան, այս ինչ տվին եղել։ Հայրը դեր գրել, գրառումը շատ է։ Այս ինչան, այս ինչ, ես բան եմ եղել 87 թվականին եղել եմ բանվոր, 89-ին հավաքագրվել եմ KGB-ի կողմից, 92-ին զբաղեցրել եմ այսիշ պաշտոնը կամ ձեռնադրվել եմ քահանա, ինչ չեն գիտեմ։ Ասենք ոնց է, չէ՞, Մայիսյան տոների ժամանակ, որ բոլորը իրանց օրինակ պապիկների նկարներ են դնում, ովքեր մասնակցել են երկրորդ համաշխարհային։ NKVD-ի agent պապս է։ Ասենք Ձերժինսկու ծննդյան օրը գրեն հպարտորեն իրանց ինչ որ պագոնի նկարը դնեն, ասեն մենք եղել ենք KGB-ի մայոր։ Մենք եղել ենք KGB-ի լեյտենանտ ու հպարտ ենք դրանով, բայց չեն անում, որովհետև դա հպարտանալու բան չի։ Այո, եւ կներես նոր հիշեցի, ես էլ Դանիել Յոհաննիսյանն էր մի լավ բաներ գրել, ասում էր, քանի կար ինձ էիք ասում դանոշչիկ, որ ինչա թե բան եմ արել, իապահների ուշադրությունը հրավիրել եմ, որ ստեղ ինչ որ պոտենցիալ հանցագործություն եմ տենում։ KGB-ի ագենտների գործը դանոս գրել եղելն է։ Չէ, բայց հիշում ես մի հատ sense բան էլ կար, որ այս եկեղեցու որոշ ներկայացուցիչների նկատմամբ մերս կոշտ խոսույթը սկսվեց, ինչ էին ասում։ Ասում են եկեղեցին հալածվել է KGB-ի կողմից, սովետական իշխանությունների կողմից ու դիմացել է։ Դուք ինչ եք, որ ձեզ չդիմանա։ Մեզ ասում էին բոլշևիկների գործի շարունակող եք դու։ Պարզվեց իրանք են բոլշևիկների գործի շարունակողը, ավելին պարզվեց հենց իրենք բոլշևիկ են, եւ պարզվեց, որ իրենք KGB-ի գործակալ են։ Այսինքն այն որ եկեղեցին հալածվել է սովետական միության ժամանակ KGB-ի կողմից, հալածվել է հենց իրանց միջոցով։ Իրանք ոչ թե հալածվողներն են եղել, այլ իրանք հալածողներն են եղել, որովհետև հենց իրանք են եղել այն մարդիկ, ովքեր ներդրվել են եկեղեցու մեջ, ովքեր դանոսներ են գրել են իրական նվիրյալ հոգևորականների վրա, որոնք որ ծառայել են Աստծուն ու ժողովրդին, ու հենց նրանց այդ մատնագրերի միջոցով է, որ այդ մարդիկ հայտնվել են սկզբից KGB-ի պատվալում, հետո էլ արդեն Սիբիրում աքսորի մեջ։ Գիտես ինչն է հետաքրքիր, եթե չեմ սխալվում Բագրատ arczepiskopos-ը, որը հիմա կալանավորված է հայտնի գործի շրջանակներում։ Ինքը սիրում էր ասել, որ ինքը 88-ին չգիտեմ, պատանի է եղել եւ մասնակցել է շարժմանը, եթե չեմ սխալվում, նույնիսկ ասում էր, որ ինքը այն անդամ է եղել։ Օրինակ հետաքրքիր է 88 թվին Եզրասը Բագրատի մասին ինչ դանոսներ է գրել, եթե իհարկե Բագրատը ճիշտ է ասում, էլի։ Ես հակված եմ հավատալ, որ Բագրատ arczepiskopos-ը երիտասարդ ժամանակ չի տառապել են ախտերով, հոգևոր ախտերով, որոնցով հիմա տառապում, բայց հետաքրքիր է Եզրասը կամ նույնիկը Կարոն, խոստացանք հարգել իր մասնագիտությունը։ Կարո ծածկանունով գործակալը ինչ դանոսներ է գրել։ Վազգեն կաթողիկոսի վրա ինչ դանոսներ է գրել։ Այդա շատ հետաքրքիր։ Ո վերջի ինչա տեղի ունեցել Վազգեն կաթողիկոսի հետ։ Ինչի՞ց է մահացել Վազգեն կաթողիկոսը, ինչի հետևանքով։ Բայց դա ի՞նչ պատմություն է, այդպես կասկած կա, հա։ Դե կա, այդպես խոսակցություն կա։ Դե կա խոսակցություն ամեն դեպքում։ Լավ, դե էլի արի չմտնենք սպեկուլյացիաների։ Հա չմտնում։ Նաև հետաքրքիր էր, որ քանի որ մինչև այդ փաստաթղթի հրապարակումը իրենք ասում էին ուրեն ձեր ապացույցները։ Նկատի ունեմ ընդդիմությունը, չգիտեմ, KGB-ի գործակալներ տարբեր, մամուլը եւ այլն։ Հրապարակվեց, ասում են ինչի է հրապարակվել միայն Իրանը, դե սիրելիներս գուցե որովհետեւ դուք եք ասում հրապարակեք։ Եվ սկսեցին ասել ինչու է հայերեն։ Հանկարծ պարզվեց, որ բոլոր ընդդիմադիրները KGB-ագետ են, ինչը ենթադրում են, որ կարող է լինել նրանից, որ իրենց միստվար զանգված ունի աշխատանքային փորձ KGB-ում եւ աշխատանքային գրքույկ։ Հա, չգիտեմ, փորձ, գրքույկ, առնվազն փորձաշրջան անցած կլինեն դրանց մի մասը։ Հա, ես անկեղծ չգիտեմ ինչի է հայերեն, որ հաստատ ինչ որ պատճառ կա որ հայերեն է, բայց այդտեղ հարցը հետեւյալն է. եթե ԱԱԾ-ն սարքելու լիներ, ռուսերեն կսարքեր, եթե պարզվի որ պետքա հայերեն լիներ, էլի, պետքա ռուսերեն լիներ։ Դա իրականում այնքան հիմար խոսույթ է, որ դրանից մա չարժի են արձագանքել ուղակի, դա ոնց որ, չգիտեմ, էլի, դա այնքան ապուշ խոսույթ է, որ դրան ուղակի չարժի։ Բայց ամեն դեպքում արդեն անցել է մոտ 1 շաբաթ, ապացուցվել է, որ Կարոն KGB-ի գործակալ է եւ Կտիժ Ներսյանը, որը ըստ իրեն պետքա լինի եկեղեցու գլուխը։ Ոչ մի բան չի ձեռնարկել, ոչ մի բան, ոչ մի արձագանք։ Ով ասես խոսացել է անդիմությունը, էլի մամուլ բան եւ այլն, ով ասես Կարոն ու Կտիչը լռում են։ Ինչ կասես։ Անկեղծ պատկերացում չունեմ, թե ինչ պետքա խոսան իրականում, որովհետեւ Կտրիչը այլ բան ասելու, քան որ կարկալույց եմ հրճակում
կարոին չունի, ֆիզիկապես նորմալ չի։ Կարող գիտես ինչ ասի։ Ցանկացած ուրիշ բան բացի դրանից, որ կասի կտրիճը, դա նորմալ Գիտես ինչ կարող է ասի։ Երեխա ունենալու հարցին ինչ են ասում անձնական կյանքը, չէ՞, բայց абսուրդ է։ Կասի մասնագիտական։ Չէ, կասես էլ անձնական կյանքը։ Իհաց չերու չի ասեն անձնական կյանքը։ Կամ կարող են ասել KGB-ի ագենտ լինելը իր հոգևոր։ Չէ, բայց դու հասկացի էլի մի հատ էս մարդիկ ինչ են անում մեր եկեղեցու հետ։ Փաստացի KGB-ի գործակալները վստահաբար առնվազն մեկը։ Դե վստահաբար այդ մեկը չի էլի, ակնհայտ է, սա այնքան հին ճշմարտություն է, որ սովետական կինոներ էլ կա, չէ՞, որ պատմում է, որ սովետական սկեչային ինչ որ տենց անդադ այդ կարճ կտրած կտորը որ KGB-ի գեներալը թեով մտնում է եկեղեցի, այնտեղ գալիս է հոգևորականը, ասում է դա տավարիշ կապիտան, ինչ կա, ոնց էս։ Հա։ Ախր սովետի ժամանակ դա հայտնի փաստ է եղել, էլի որ եկեղեցիներում համատարած ներդրվել են KGB-ի գործակալներ կամ եղած հոգևորականների մի շատ ստվար զանգվածը համատարած հավաքագրվել է KGB-ի կողմից։ Հիմա ինչ է ստացվում։ Սովետական միության ժամանակ ներդրվել են մարդիկ, ովքեր հետագայում բարձր պաշտոնների են հասել եկեղեցում, իրանք էլ իրանք հերթին նշանակել են, օծել են նոր եկեղեցականների, որոնց մի ստվար մասը ակնհայտորեն ուղղակի պետքա սպասարկի այս նույն գիծը, որ իրանք են տանում։ Եկեղեցում սարքել են բարքերի այնպիսի անկում, որ սեփական քերակնոջ հետ սիրային ռոմանտիկ կապը arczepiskopos-ի կողմից շատ ընդունելի մի բան է իրանց համար։ Եկեղեցին դարձրել են մի այնպիսի տեղ, որտեղ մոմ ծախելուց ստացած եկամուտը ամենակարևոր հարցն է եւ ոչ թե ինչ-որ աստվածաբանական հարց։ Եկեղեցին սարքել են մի այնպիսի տեղ, որը ուղղակի ինչ-որ Լյուբլյանկայից կամ ինչ-որ մի ուրիշ տեղից հրամանով, մատի այսենց մի հատ շարժումով պետք է քաղաքական բան սկսի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ազգային արժեքները մենք ենք բացում։ Բայց բացում ենք մենք ազգը։ Հիշում ես որ բան է, Արշակը բաներ անում, ասում էր այս իշխանությունը այլասերություն է քարոզում։ Ինչպես այդպես բաներ ասել ախր։ Իմ նյարդերը անկեղծ ես ասեմ, երբ որ ես դա կարդում եմ, ոք չի հասկանում, թե ինչքան լկտի կարա լինի մարդ։ Ինչքան լկտի կարա լինի մարդ, ով որ սիրային կապի մեջ է, իր քերակնոջ հետ, բայց ուրիշներին ասում դուք այլասերություն եք տարածում։ Ես այդ թեման չեմ սիրում, ես ամաչում եմ այդ թեմայից, եւ ես կարծում եմ, որ KGB-ի գործակալ լինելը ամեն դեպքում ավելի վատ բան է, քան քո նորվա նկարագրածը։ Պատկերացրա KGB-ի գործակալ, որը նաեւ սեփական քերակնոջ հետ սիրային կապի մեջ է։ Չեմ ուզում պատկերացնել։ Իսկ դա էլ ավելի վատ բան է։ Դա կրկնակի վատ բան է։ Բայց ինչև է, այստեղ անցած կիրակի օրը տեղի ունեցավ շատ կարևոր մի իրադարձություն Մայրաթոռում։ 10 arczepiskopos-ները գնացին Մայրաթոռ ու հենց տեղում կտրիչի վարչախմբին հանձնեցին նամակ, որով պահանջեցին նրանից գնալ հանգստի։ Այսինքն այս իրավիճակը որքան էլ որ փորձում ասած նվազեցվել ընդդիմության կողմից, ընդդիմադիր քարոզիչների կողմից, բայց սա չլսված բան է ուղղակի, էլի 10 եպիսկոպոս, arczepiskopos գնում են Մայրաթոռ, եկեղեցու բակում հայտնում են, որ իրանք պահանջում են կտրիչից գնալ հանգստի ու համապատասխան գրություն են տալիս կտրիչին այդ մասին։ Ու կտրիչը հիմա պետքա պատասխանի այս գրությանը, չի կարա ուղղակի չպատասխանի։ 10 arczepiskopos-ի գրությանը չի կարա չպատասխանի։ Դե կտրիչի ռազմավարությունը, հարգալից խոսենք, հա, պարոն Ներսիսյանի ռազմավարությունը հետեւյալն է, ինձ թվում է, լռել ուղղակի, անդադ։ Ինքը մտածում է, դե ես այս գահին sense պին նստած եմ, մեխանիզմ իրան թվում է համենայն դեպս որ չկա, որ իրան հեռացնեն, ասում է, ասես լուր նստեմ, պնդաճակատորեն, հա, այսինքն առանց ամոթի, անամոթաբար նստեմ, սպասեմ մինչև ինչ է լինելու, այս երկրի վիճակը նկատի ունենալով, որ սպասեմ տենամ, կարող է մերոնք գան իշխանության։ Դա է Կտրիչ Ներսիսյանի ռազմավարությունը ակնհայտորեն, բայց ուզում եմ հիասթափեցնել, Կտրիչ Ներսիսյանը իր օրերը վեհարանում հաշված են։ Ինքը պետքա արդեն հավաքելիս լինի իր հողաթափերը, չգիտեմ, խալաթը, եթե ինչ-որ թղթաբանություն կա, այդ թվում ինչ-որ գործեր կան հատուկ, իր վերաբերյալ, չգիտեմ, ծածկանուններ, դրանք էլ հավաքի դուրս կա։ Հա, վեղարը կարողա չվերցնել, քանի որ նա Հա, մոռաց ամենակարևորը, ռուսաստանցի բիզնեսմենի նկարը թող վեհարանի պատից հանի, դա էլ տանի իր հետ։ Դրա տեղը ինչ-որ, չգիտեմ, սրբապատկեր հետո հուսանք կդրվի, բան, տես մի բան է։ Ինձ թվում է չի հանի, բայց ֆանտաստիկ է, էլի։ Չի հանի կհաջորդը թող հանի գցի դուրս։ Դե մարդը ամեն դեպքում կաթոլիկ եկեղեցու հետևորդ Սամվել Կարապետյանը, այո, Սամվել Կարապետյանը կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, ֆրանկա, այսինքն։ Այո, ֆրանկա։ Ինչպես եւ Տաշիրի մեր հայրենակիցների Չէ, մեծամասնությունը։ ես գիտեմ, որ Տաշիրի որքան գիտեմ, հայ կաթոլիկոյի եկեղեցու եղբորորդին
հայտնի Նարեկը Կարապետյան հայ-առաքելական եկեղեցու հետևորդը, բայց Սամվելը Կարապետյան կաթոլիկ եկեղեցու։ Բայց լուրջ ես ասում։ Այո։ Հայ-առաքելական եկեղեցու պատին փակցված է կաթոլիկ Սամվել Կարապետյանի։ Չէ, դա նորմալ է, այդ Չէ, նայ, չէ, կներես։ Նորմալ չի։ Նախ նորմալ չի, որ բիզնեսմենի նկարը այո, դա նորմալ չի։ Չէ, նայ, այն որ ռուսաստանցի բիզնեսմենի նկարը փակցված, նորմալ չի։ Այն որ կարող է կաթողիկոյի եկեղեցու ներկայացուցիչի պատկեր փակցված լինի, նորմալ է, որտեղ նույն տրամաբանությամբ օրինակ Վատիկանում Գրիգոր Լուսավորչի արձան կա, որը կաթողիկ է կաթոլիկ մարդ չի։ Գրիգոր Լուսավորչի դեռ մեզ նույն համատական գծի մեջ ինչ Սամվել Կարապետյանը։ Այս կարող վատավեճու, բայց դա նկատի չեմ, նկատի եմ ինքնին կաթոլիկ լինելը չի նշանակում որ միանշանակ։ Այսինքն եթե մի կաթոլիկ մարդ լիներ, որը իրոք մեծ բան արած լիներ, սրբացած լիներ, սրբադասված լիներ, նորմալ կլներ։ Սուրբ բառը տեղի ինձ թվում է շատ գերիշխող է, էլի։ Եթե կաթոլիկ եկեղեցու սրբի նկար լիներ, չգիտեմ ինչ որ։ Բայց ես չգիտեի որ բանը ռուսաստանցի բիզնեսմենը ֆրանկա։ Հա, ֆրանկա։ Ինչ որ։ Չէ, ուրեմն մի քիչ տարօրինակ է որ ինքը մեզնից ուզում է փրկի առաքելական եկեղեցին, որի անդամ ինքը չի։ Որ սա մենք ինչ որ որպես արատավորող բան չենք ասում, ոչ մի պարագայում մեր Մեր եղբայրներն են ֆրանկները, հարցը դա չի։ Ինքը մեր եղբայրը չի, բայց ֆրանկները մեր եղբայրներն են։ Հա, բայց մեզ ինչ է ասում, մեզ էին ասում էին։ Փաշինյանին չէին ասում, գնացել է Հռոմի պապից, այո, կաթոլիկ եկեղեցու պատվերով հայ-առաքելական եկեղեցու դեմ արշավացած։ Փաստորեն նոր ինչ որ երեսպաշտության մակարդակի է, հա։ Ապուշություն է ուղղակի, ախր աբսուրդ է այդ ամենը։ Բայց դու որտեղից գիտես, ես օրինակ չեմ տեսել հրապարակային որևէ տեղ։ Սա հայտնի փաստ է, ինքն է դրա մասին ասել, կարծեմ նաև մեր կարծեմ չէ, մեր գործընկերներին էլ ասրա մասին ասել։ Ռուսաստանցի Սամվել Կարապետյան, այո, ռուսաստանցի օլիգարխը դրա մասին հայտնել է նաև մեր որտեվ դա ինչ որ նորմալ բան է, էլի բան չի։ Չէ, իհարկե նորմալ բան է, այսինքն ինչ որ թակուն բան չէր, որ չհայտներ կամ բան աներ, ինքը այն տարածաշրջանից նորմալ բան է, ուղղակի նորմալ բան չի, որ մեզնից ուզում է փրկի առաքելական եկեղեցի։ Այն տարածաշրջանից է Հայաստանի Հանրապետության, որտեղ ֆրանկները գերակշռում են Լոռու մարզի Տաշիրի շրջանը։ Շիրակի մարզում են շատ եւ Շիրակի մարզում են շատ, հա, բայց այդ Տաշիրը կոնկրետ բացարձակ մեծամասնությունն են։ Լավ, ինչև է, մեր աստվածաբանական քննարկումը։ Դե մի խոսքով հիմա փաստացի գնդակը կտրիչի դաշտում է, ու կտրիչը պետքա պատասխանի այդ գրությանը, որը ստացել է 10 arczepiskopos-ներից։ Ոնց հասկացա ինքը պատասխանել է մենակ ինչ որ մի հերթական հարբեցող arczepiskopos-ին նշանակելով իբր թե նշանակելով Գերագույն հոգևոր։ Հա, այդ այն arczepiskopos-ն է, չէ՞ որ մենք գնացել էինք ախալքալակ եւ չդիմավորեց մեզ եւ Կիրակոսը։ Հա, ոնց որ ինքն Վիրայոց թեմի առաջնորդ չի, որ գնացի հրահանգել էր բոլոր սպասավորներին լքել եկեղեցին, մտանք ախալքալակի եկեղեցի, դատարկ եկեղեցի վրացիների։ Այս պատմությունը էլի ես ու պարոն Ռուբինյանի գլխավորած հայ-վրացական Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի կազմով, պարոն Ռուբինյանը խմբի ղեկավարն է, ես խմբի անդամ եմ, պատգամավորներով այցելել էինք Վրաստան, տեղի գործընկերների հետ հանդիպելու Այնտեղ շատ լավ ընդունելություն էին կազմակերպել մեր վրաց գործընկերները, ծանոթացրին ախալքալակի վրացական եկեղեցու թեմի առաջնորդի, ճիշտ եմ հիշում։ Վստահ չեմ որ պաշտոնը այդպես էր կոչվում, բայց arczepiskopos-ին հավասար պաշտոն է, ու ընդ որում քանի որ իրանք նախապես ինձ ասել էին որ այցի շրջանակներում նախատեսվում է որ ինքը կհյուրընկալի մեզ, իդեպ իր տանը հյուրընկալեց, մեզ շատ լավ դիմավորեց։ Ես մտածեցի, բայց դա սխալ կլինի էլի, ուրեմն դրանից առաջ մենք պիտի մտնենք ախալքալակի հայկական Սուրբ Խաչ եկեղեցի եւ վրացի Վրաստանի ազգային ժողովի փոխնախագահի, մյուս պատգամավորների, ախալքալակի քաղաքապետի հետ կարծեմ նաև Սամսխե Ջավախեթի նահանգապետներ էր եկել։ Մտանք հայկական եկեղեցի 0 մարդ, ոչ դատարկ, լիակատար դատարկ, դուռը բաց թողել, բոլորով գնացել էին։ Քաղաքական ակցիա էին որոշել անել, իհարկե մի քիչ խայտարակվեցինք մեր վրացի բարեկամների մոտ, բայց դե ոչինչ հիմա այդ է։ Ըստ իրանք ավելի շատ խայտարակվեցին։ Ընդ որում լավ, ինձ ու քեզ ասենք թե բոյկոտել էին, բայց մեր սիրելի Արծվիկ Մինասյանն էլ էր մեր հետ, ինքը ինչ էր արել իրանց, ասենք որ իրան բոյկոտել էին։ Դե իրականում իստու իրանք ուղղակի բոյկոտում էին Հայաստանի պետականությունը ու հայոց պետությունը։ Կարող է լինի, հա։ Հենց դրանով է դա պայմանավորված էլի, որտեվ համիշխանություն կար, համընդդիմություն կար ու դա պաշտոնական պատվիրակություն։ Ընդ որում ուշադրություն դարձրու։ Դա ամենևին ԿՊ Կտրիչ Ներսիսյան հակամարտության գագաթնակետը չէր։ Նորմալ վիճակ էր։ Չէր էլ սկսել կարծեմ այդ հակամարտությունը։ Դեռ հաստատված փաստ չէր որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։
Դեռ դրա մասին վարչապետը հրապարակումներ չէր արել ու տենց նորմալ վիճակ։ Ինչ էինք օրինակ, օրինակ ես ինչ էի արել Վիրայոց դեմի առաջնորդին, որ որոշել էր, որ իհարկե կա վարկած, որ միտեղ խմած քնած էր, բայց չգիտեմ այդ վարկածը ինչքանով է իրավացի։ Բայց ես պետք է արդար լինեմ, էլի։ Նույնիսկ եթե խմած քնած էր։ Կարող էր խմած գալ։ Չէ, նկատի ունեմ, արի դա էլ չթիրախավորենք, էլի։ Հիմա կարող մարդը խնդրեմ ունի ալկոհոլիզմի հետ, պետք չի դա դատապետել, պետքա հուսով եմ կօգնեն իրան իր հարազատները, որ դուրս գա դրանից։ Եթե տենց է, էլի, բան չանենք, էլի։ Լավ, ես չեմ հասկանում այդ բոլոր խնդիրների լուծման բանալին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում բարձրագույն հոգևորական պաշտոններ զբաղեցնելն է։ Ոչ, ամենևին ոչ։ Դա այդ բանալին Կտրիշ Ներսյանի հեռանալն է վեհարանից։ Համաձայն եմ։ Դե դրա համար պետքա Կտրիշ Ներսյանին հեռացնել վեհարանից եւ ոչ թե տարատեսակ այլ խնդիրներ փորձեր լուծել տարբեր եկեղեցական պաշտոններ շրայելով, բայց նաեւ ասեմ, որ վրացի մեր գործընկերները շատ լավ ընդունելություն էին կազմակերպել ու վրաց հոգևորականն էլ շատ տպավորիչ մարդ էր ու շատ հետաքրքիր հոգևոր։ Հետո Մայրաթորում տեսա իրեն, կհիշես, անցած տարի էր, չէ՞, որ Մյուրոնորնեքին հրավիրել էր մեզ Կտրիշ Ներսյանը, այն ժամանակ հայտնի Գարեգին երկրորդ անունով, եւ կար այդ հոգևորականը ողջագուրվեցին։ Շատ հետաքրքիր մարդ էր, շատ հետաքրքիր պատմություններ պատմեց ու իրոք հոգևոր բաներ, թեմաների մասին էր զրուցում։ Դիտող կոնսպիրոլոգներին ասենք, որ այս զրույցը չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք ուղղափառ դառնալ։ Հա, միանշանակ։ Ինչևէ, եւ վերադառնանք մեր ներքաղաքական թեմաներին, որը էլի փոխկապակցված է այս կամ այն կերպ այն մարդու հետ, ում նկարը Կտրիշ Ներսիսյանը փակցրել է Մայրաթորում, բայց միջև այդ սիրելի դիտողներ, սիրելի հեռուստադիտողներ, անպայման հավանեք տեսանյութը ու եթե հանկարծ բաժանորդագրված չէ YouTube-յան ալիքին, հենց հիմա բաժանորդագրվեք, սա վստահաբար օգնում է, որպեսզի տեսանյութը շատ ավելի շատ մարդ տեսնի ու դուք էլ հետագայում մեր մյուս թողարկումները եւս բաց չթողնեք, անպայման հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք ձեր սոցիալական ցանցերում։ Իսկ մենք վերադառնալով էլի Վրաստանից, եթե Հա, գանք հետ գանք ու հետ գալու ճանապարհով մտնենք Գյումրի։ Հա։ Գյումրիում կարելի ասել այդ տոնածառային կրքերը չեն դադարում։ Բայց այդ ինչ կրք, ես անկեղծ չեմ հետևել։ Ինչի մասն է խոսքը։ Պատմությունը հետևյալն է։ Անցած տարի կհիշես, որ ավականին ծրվել էր, Բալասանյանենք, չգիտես, ինչի բոլորը մանդատները դրել էին, ավականուն իսկ չէր լինում գումարել, համայնքային բյուջեով չէր լինում գումար հատկացնել, որպեսզի համայնքը տոնածառ գնի։ Ու մեր խմբակցության ԿՊ-ի падգամավորները գյումրեցի, եթե չեմ սխալվում, Էման Ներպալյան դիմեց վարչապետին։ Այդ հիշում եմ։ Ասեց Գյումրիում տոնածառ չկա, հին տոնածառն է, ջարդուխուրդ եղած, երեխեքը առանց տոնածառ են մնալու ազգային ժողովում հարցպատասխանի ժամանակ։ Վարչապետն ասեց չենք թողի երեխեքին առանց տոնածառ ու կառավարությունը գումար հատկացրեց, շատ սիրուն, շատ գեղեցիկ տոնածառ նվիրեց Գյումրի համայնքին։ Ու անցած տարի այդ տոնածառը տեղադրվեց Գյումրու կենտրոնական հրապարակում, ես էլ ներկա էի նաև տոնածառի լույսերի վարմանարարողությանը ու շատ սիրուն, շատ գեղեցիկ տոնածառ էր։ Այս տարի քանի որ ըստ երևույթին Սուրբ Վարդանիկը բռնված է եւ գտնվում է բանտում, հա, քանի որ դա շատ ծանր հարված է կոմունիստական ոգուն եւ մնացածին, որպես այսպես կոմունիստական բողոքի ակցիա, կոմունիստները որոշել են, որ կառավարության նվիրած տոնածառը, այդ սիրուն նոր տոնածառը, որը մենակ անցած տարի է տեղադրվել, չեն դնելու Գյումրու կենտրոնական հրապարակում։ Որտեվ ինչ բավարար կաշառակեր տոնածառ չի, հա։ Հա, որովհետև բավարար կաշառակեր չի տոնածառը, բավարար տգեղ չի, բավարար ցանցառ չի, բավարար թեք չի։ Ու փոխարենը ինչ են դնելու։ Փոխարենը դնելու այն հին տոնածառը, որը որ անցած տարի անպիտան էր դնելու համար։ Հա։ Այդ հին տոնածառը բերելու են, համայնքի բյուջեից քվեարկեցին։ Այսինքն դա նախորդ տարի, իսկ նախանցած տարի այդ հին տոնածառն է դրվել։ Նախանցած տարի այո, այդ հին տոնածառն է դրվել։ Այդ այն տոնածառն է, որ հենց Վարդանիկն է այն նախորդ քաղաքապետության շրջանում գնել։ Ինչ որ տես բան։ Եթե չեմ սխալվում, այո, այդ այն հայտնի տոնածառն է, որ կհիշես Ավետիսյանների ողբերգական սպանությունը 13 թվին, հա։ Այո, այդ թվականի նոր տարում այդ տոնածառը շուռ է եկել հրապարակում։ Ընկել է։ Չեմ իմացել։ Ու վնասվել է, այսինքն։ Եթե չեմ սխալվում, հա, հենց այդպես բաների միջ թեքվել, այսինքն չի ընկել, գուցե sense թեքվել է, բայց մի խոսքով հայտնի պատմությունն է, որ ինչ որ մի բան եղել է այդ տարի այդ տոնածառի հետ, մարդիկ էլ ասում են դա նշան, բան,
ու չխորանանք այդ թեմաների մեջ, ինչևէ շատ հին տոնածառա, մաշված տոնածառա ու նկարներով էլ որ նայում ես խայտարակ։ Դե այսինքն եթե հին է ու մաշված լրիվ նույն Վարդանիկին համապատասխան տոնածառա, ինչ ես ուզում։ Դա գյումրեցիների ընտրության արդյունքն է։ Չէ, դա գյումրեցիների ընտրության արդյունքը չի, դա գյումրեցիներին խաբելու արդյունքն է։ Կապ չունի, ես Որտեվ դա կապ չունի, վա, ես դեմ եմ, երբ որ ասում են։ Նայ, այո, գյումրեցիները հավատացել են, բայց փաստավոր գյումրեցիների 36%-ը, եթե չեմ 36% ընտրել է ԿՊ-ին։ այո, Փաստավոր Վարդանիկին ընտրել է 10, ինչքան էր։ 19 Թե 17։ Մի խոսքով 20-ից քիչ տոկոսը, փաստավոր են մյուս 2-3 ուժերին էլ ընտրել է ավելի քիչ։ Եվ փաստավոր բացի ԿՊ-ից մյուսները միավորվել են։ Եվ մենք ինչ ասեմ, մենք զգուշացրել ենք մարդկանց, որ իրանք միավորվելու են։ Այո, իրանք խաբել են, բայց մարդիկ միևնույնն է արել են գիտակցված ընտրություն եւ արդյունքում իրանք գիտակցված ընտրությունը, այսինքն անցած ուժերը կոալիցիա են կազմել եւ ընտրել են Վարդանիկին, որը իր քաղաքապետ ընտրվելուց ուղիղ 6 ամիս անց կալանավորվել է կաշառակերության մեղադրանքով։ Ես ինչի եմ դեմ, որ մենք ասենք խաբել են, դա նշանակում է ժողովրդի քվեի կարևորությունը նսեմացնել։ Ժողովուրդը պիտի իմանա, որ իր քվեի արդյունքում տեսականորեն նույնը կարող է կրկնվել 26 թվին, օրինակ 26 թվին կարող է արդեն դրա ծիլերը կան, էլի։ Չէ, կա Քոչյան, կա Սերժ Սարգսյան, կա արդեն օրինակ ռուսաստանցի բիզնեսմեն, որի հարազատ եղբայրը եղել է Քոչյանի ժամանակ ՀԿ խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ աշխատակազմի ղեկավար։ Բայց իրանք հիմա ասում են մենք կապ չունենք իրանց հետ։ Կա Թաթոյան, որ Սերժ Սարգսյանի ժամանակ Քոչյանի ժամանակ եղել է դատախազության աշխատող, Սարգսյանի ժամանակ եղել է փոխնախարար արդարադատության, ինքն էլ ասում է ես նախկինների հետ կապ չունեմ։ Ու բոլորը ինչ են ասում են ընտրվելու դեպքում մենք բացառում ենք համագործակցություն ԿՊ-ի հետ, բայց իրար հետ չեն բացառում։ Իրանք ինչ-որ տրյուկ են անում, ասում են նախընտրական կոալիցիայի հետ չեն գնալու, բայց հետընտրական է չեն գնալու։ Գյումրիում ո՞նց է, Գյումրիում հետընտրական կոալիցիա դե յուրե չկա։ Բայց դե ֆակտո կա, էլի։ Այո, բայց իրենց հարցերից իրանք հիմա են ասում են մենք կոալիցիա չենք։ Եվ հետեւաբար մարդիկ պետքա գիտակցեն, որ այս բոլոր ուժերը իրանք ակնհայտորեն մի լայն իմաստով մի թիմից են եւ 2026 թվականին միակ ճանապարհը որպեսզի իրանք իրար հետ չկպնեն եւ չընտրեն իրանցից մեկին, իսկ այդ մեկը լինելու է իրանց մեջի ամենատահաճը, ամենակոռումպացվածը ակնհայտ է, այդ արդեն իրանք կցան կբռնեն իրանց ծովը ամենակոռումպացվածը, բայց ամենայն դեպս որպես հուշում կամ Քոչյանը կամ Սերժ կամ էլ կարող է ուրիշ ինչ-որ ավելի վատ դեմ կարող ճարեն դնեն որպես ինչ-որ մանգլավիկ ավելի վատ դեմ։ Եվ միակ ճանապարհը որպեսզի դա տեղի չունենա այն է, որ քաղաքացիական պայմանագիրը ստանա համանդրական մեծամասնություն։ Ու դա շատ կարևոր մարդիկ պետքա գիտակցեն սա, որովհետև Վարդանիկը դարել է Գյումրիի քաղաքապետ մարդկանց քվեարկության արդյունքում։ Ես դա չեմ վիճարկում, Ես ասում այո, դա մարդկանց քվեարկության արդյունքում է, բայց այդ քվեարկությունն էլ մարդկանց խապված լինելու արդյունքում է։ Խապված լինելու համար մարդը պատասխանատու է, թե չէ, իհարկե պատասխանատու է։ Եվ հիմա մենք բոլորս ենք կրում այդ պատասխանատվությունը Գյումրիում։ Ես ինչ եմ ասում այս թեմայով։ Ես ասում եմ, որ Գյումրիի սցենարը ինքը նրանով է բացառիկ, որ ինքը հենց բացառիկ է։ Այսինքն, երբ որ մի անգամ այդ սցենարը բացահայտվում է, հետագայում դրա վերաիրագործելիությունը տասնապատիկ անգամ նվազում է, որովհետև ես վստահ եմ, որ այս սցենարը իմանալով արդեն մարդիկ չեն կրկնելու նույն սխալը։ Ու սա ապացուցում է նաև վաղարշապատի ընտրություններում, երբ այդ նույն սցենարով էլի 5 ճակատով եկան մեր դեմ, փորձեցին քվե գողանալ, կեսը սենց, կեսը նենց քվե գողանալ, քվե տանել, էս անել, քաղաքացիան վերցրեց ջարդուխուրդ արեց իրանց այդ նարատիվը Գյումրվա ու շպրտեց մի կողմ, բայց ախր այդ սցենարը առաջին անգամ գործարկվել է Երևանում։ Ուղղակի միջև վերջ տեղ չի հասել։ Կհիշես ոնց եղավ Երևանի ընտրություններում։ Տենց Հայկ Մարությանը, ով ոչ մի կապ չուներ տենց նախկինների հետ, Անդրանիկ Թևանյանը, ով Ռոբերտ Քոչյանի ձախ ձեռքներ, եւ հայտնի Վարդան Ղուկասյանը մեկ էլ հանկարծ որոշեցին, որ պետք է ընտրեն Հայկ Մարությանին քաղաքապետ։ Այդ ոնց տենց եղավ։ Ու ընտրում էին հայեր, այնը պարզվեց, որ Հայկ բանը Վարդան Ղուկասյանի թիմից մի երկու հոգի կան կալանավորված, իրանք մանդատները չեն դնում։ Ու չստացվեց այդ սցենարը։ Չէ, սխալ ես հիշում։ Իրանք հայ չէին ընտրում, որովհետև վերջին պահին իրանք բոլորը համաձայն են, որ իրանք կընտրեն Հայկ Մարությանին քաղաքապետ, որպեսզի Ավինյանը չդառնա, ուղղակի չբարիշեցին պաշտոնների վերաբերյալ։ Ինչո՞ւ մեկը պաշտոններ, դա ֆասադն էր։ Դա այն էր, թե ինչպես փորձեցին մարդկանց ներկայացնել այդ իրան ձախողումը։ Ես վստահ եմ, եթե Վարդան Ղուկասյանի հետ
քվեարկողները լինեին, այդ ունենար ինքը այդքան իշխանություն իր ֆրակցիայի վրա, այդ քվեարկությունը եղած բրծած էր։ Բայց ինչ եղավ այն Հայկ Մարությանը, որը կապ չուներ Ռուսաստանի հետ, որը կապ չուներ ռուսական այս կամ այն թևերի հետ, որը նախկինների հետ ոչ մի կապ չուներ։ Դու ես ասում, իսկ դու դուք չափից շատ ժամանակ ծախսեցիր Մարությանին քննարկել։ Հա չէ, բայց մի վարքյան, կապ չուներ այդ ամեն ինչ հետ, մեկ էլ հանկարծ հոп, ոչ ավել, ոչ պակաս Թևանյան Անդրանիկ ասում է ես քեզ կընտրեմ։ Օրինակ Թևանյան Անդրանիկով Ռոբերտ Քոչյանի ձախ ձեռքն է, ով տենց Դոնբասա գնում, Լուգանսկա գնում, բան, տենց տեղեր է գնում այդ մարդը ըստ ձեզ պատրաստ է ընտրի ինչ որ մեկի, ով այդ թևի ներկայացուցիչ չի։ Կա տենց լոգիկա աշխարհում։ Դժվար է այդ տրամաբանության դեմ վիճել։ Իդեպ նոր ռուսաստանցի բիզնեսմենից խոսեցինք, հիշում ես չէ, որ նախորդ մեր հաղորդման ընթացքում ֆիքսեցինք, որ իր որդին մեր հավատարիմ հետևորդն է։ Այո։ Ես վերջերս եկել նույնիսկ քննարկեցինք, չէ, որ եկել ինչ որ ինձ կոմենտեր գրե բան, էլի էր եկել։ Դες ինչ էի ասել էի, որ ոնց որ իր եղբոր տղան, իր հոր եղբոր տղան։ Հա, էլի այսինքն ռուսաստանցի բիզնեսմենի եղբոր տղան ասել էր, ինչ է կարծում, աշխարհում ամենամեծ հայկական կապիտալով ընտանիքը կարող է կախված լինել որևէ մեկից։ Ես էլ ակրատ ճշմարտություն էի պատասխանել, որ իհարկե կարող է այնտեղից որտեղ այդ կապիտալը գտնվում է։ Իսկ իր կապիտալը չի գտնվում Հայաստանում, մեծ մասը չի գտնվում Հայաստանում։ Դրա մասին գրել էի, մտտակ գրել էր դու դեռ շատ հարցերի պիտի պատասխանես բանում, դատարանում, չէ, դու դեռ շատ հարցերի պիտի պատասխանես դատարանում փոքրիկ թուրք։ Դե արդեն ասել եմ հայերեն էր գրել, ես դա գնահատում եմ, չեմ կարող չգնահատել, էլի, որ մարդ վստահ եմ դա ինքան անձամբ չգրել, բայց լավ։ Եթե կարող է, բայց համենայն դեպս գոնե փորձում է, էլի, կարա չէ ռուսատար sense մտներ գրել, ասենք, փոքրիկ թուրք կարա չէ մտներ գրել։ Բայց չի արի, այսինքն ինչ ջանք հա թափում մարդը հիմա քանի տարեկան է, 32 տարեկան է, 33 տարեկան է, այդ տարիքում փորձել սովորելը վատ բան չի։ Բայց ինչն է, էլի հետաքրքիր։ Իհարկե հետո ինչ որ սկսեցին բան, ինչ որ իրանց թիմից մեկը ինձ չէ, իրանց թիմից մեկը չէ, հենց այդ եղբորորդին ասել էր որ ես սովորել եմ Թուրքիայում, հերքեցի որ սովորել եմ Թուրքիայում։ Հետո հիմա ասում են դու ինչու ես թաքցրել, որ դու 2017 թվականին Ստամբուլում գիտական հետազոտություն ես արել, բայց ես ընդհանրապես դա չեմ թաքցրել։ 2000 մենակ ազգային ժողովի ամբիոնից մի 4 անգամ ասել ես։ Բայց ոչ միայն ազգային ժողովի ամբիոնից։ Այդ տեսել եմ այդ իբր բացահայտող բանը։ Բայց ոչ միայն ազգային ժողովի ամբիոնից 2018 թվականին նշանակվել եմ փոխնախարար հեղափոխությունից, ասենք մի 4 օր հետո։ Առաջին իմ երբևէ տված հարցազրույցում ասել եմ, որ ես Ստամբուլում եմ եղել։ Ընդ որում ոնց ինչ եմ արել ես Ստամբուլում։ Կա Հրանտ Դինք, բոլորը գիտեն երևի։ Հայազգի լրագրող, որը սպանվել է թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում։ Կա իր անվան հիմնադրամ, որը ղեկավարում է իր դուստրը, հայ էլի Դելալ Դինք։ Եվ այդ հիմնադրամը ծրագիր ուներ, որի շրջանակներում որոշ մարդկանց Թուրքիայից եւ որոշ մարդկանց Հայաստանից հակառակ կողմն էին ուղարկում, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեն։ Կար որ օրինակ, չգիտեմ, լրագրողը գնար այնտեղի ինչ-որ լրատվամիջոցում ինչ-որ աշխատեր։ Իմ դեպքում դա ընդհանրապես սովորել չէր, դա ենթադրում էր, որ ես պետք է մի հատ գիտական կենտրոնում հետազոտություն անցկացնեմ։ Եվ 5 ամիս այդտեղ անցկացրեմ, իդեմ չեմ էլ ավարտել, կիսատ եմ թողել։ Ու էսա, բայց վերադառնալով, էլի իրանք ինչ են անում։ Ախր ակնհայտ դրանով փորձում են իրանց արևին հայելային պատասխան տան, այն իմաստով, որ այ Թուրքի ագենտ դու ով ես որ տենց հարց բացացնես։ Բայց ես ախր շատ բաց ներկայացնում եմ, ավելի շատ բաց պատասխանում եմ ինձ ուղված մեղադրանքին, բայց իրենք ընդհանրապես չեն պատասխանում։ Հիմա հարց եմ տալիս։ Օրինակ 2013 թվականին Գագիկ Ծառուկյանը, որի կապիտալի մեծ մասը Հայաստանում է, հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս Սերժ Սարգսյանի դեմ։ Անմիջապես Գագիկ Ծառուկյանին բամփեցին, դա իմ բառը չի, իր խնամու բառն է։ Որից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից։ Ինչ եք կարծում, ինչի տենց եղավ։ Գուցե որովհետև Գագիկ Ծառուկյանը մեծ կապիտալ ունեցող մարդ է, որի եւ այդ ժամանակ Հայաստանում իշխանությանը պատկանում էր ավտորիտար ռեժիմի, որը կարող է իրան անմիջապես զրկել իր կապիտալից եւ հետեւաբար գուցե Գագիկ Ծառուկյանը ստիպված էր անել այն, ինչ Սերժ Սարգսյանը ասում էր, այն է դուրս գալ քաղաքականությունից։ Հիմա նույն ձև պատկերացնենք մի հատ ալտերնատիվ աշխարհի մի հատ սցենար, երբ որ օրինակ ռուսաստանցի բիզնեսմենի թիմը Հայաստանում եկել է իշխանության։
Ու պատկերացնենք, որ այդ երկրում, որտեղ իր կապիտալի մեծ մասն է, իրան մի հատ ասենք, չգիտեմ, լեյտենանտ կամ մայոր կանչում է կամ ինչ որ գրություն է գրում, որ ասում է, «Սենց կանես»։ Արա։ Սենց։ Ինչ անելու ինք։ Անելու անենց ոնց որ կասեն։ Դե վերջ։ Ուրեմն Չէ, բայց անենց ոնց որ կասեն, որովհետև այդ կապիտալը, որը որ գտնվում է կոնկրետ երկրում, ինքը այդ կապիտալի տերը չի։ Դա նույնիսկ եթե տերն է։ Տերը չի։ Չէ, բայց նույնիսկ եթե տերն է, դա նշանակում է իր կապիտալը գերի է այնտեղ։ Հա, ենթադրենք, նույնիսկ այդ սցենարով ենթադրենք։ Ու մի բան էլ ասեմ, Ու ես մի կներես, ես մի ուրիշ բան ասեմ։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր հիմա ասում են, այս կողմ, բաց ազատություն, այս մեկ, այն մեկ, իսկ մա իրանք էլ են հասկանում, որ հիմա այդ մարդը ուղղակի բացառիկ ձևով երևի կոնկրետ երկրի ամենապաշտպանված միլիարդատերն է։ Չգիտեմ, բայց ես քեզ մի բան ասեմ։ Եթե իրանք իրոք ուզում են ապացուցեն, որ իրանք շատ եմ լսել էլի, որ քանի որ ակնհայտ է, որ ինքը ռուսաստանցի բիզնեսմենն է, ասենք Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացի է, որպեսզի սրան հակադրվեն, ասում են, նրա մեջ այնքան հայկականություն կա, ամբողջությամբ հայկականությամբ ներծծված է Սամվել Կարապետյանը եւ նրա գործը։ Դա ապացուցելու մի ձև կա, ասում եմ ձևը, եթե սա չարեց, ոչ ոք չի հավատալու։ Այդ ձևը հետեւյալն է։ Իր ամբողջ կապիտալը բերում է Հայաստան, շատ լավ առիթ կլինի նաև գործարաններ կառուցելու։ Այդ կապիտալը վերցնում է ամբողջությամբ, տեղափոխում է Հայաստան գործարաններ կառուցում։ Համ իրան օգուտ կլինի, համ մեզ օգուտ կլինի, որտեղ տնտեսությունը կզարգանա։ Երկրորդը հրաժարվում է Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից։ Այս երկուսը անում է, ես դադարում եմ իրան անվանել ռուսաստանցի բիզնեսմեն, սկսում եմ անվանել հայաստանցի բիզնեսմեն։ Ոնց է։ Դե լավ, դա ակնհայտ է, որ չի անելու։ Չէ, ես ուզում եմ շանս տամ։ Դա բացարձակ ակնհայտ է, որ ինքը չի անելու։ Դե թող ապացուցի մեզ հակառակը, թող ապացուցի իր հայկականությունը։ Ու սա շատ կարևոր է, բա։ Չէ, բայց մի բան էլ էլի, ես որ քեզ նաև որ բաներ գրել էր թուրք, չէ, բանը իր որդին, Տաշիր Սամվելի որդին։ Այդ ֆանտաստիկ է, ուղղակի այդ տղան ամուսնացել է մի բանում Հարսանյաց սրահում Մոսկվայում, որը պատկանում է ադրբեջանցի գործարարի, այդ ժամանակ պատկանել է։ Այսինքն տենց գնացել են, այդտեղ ամենաճոխ սրահներից մեկն է լավ են արել։ Դե բերջանցություն, բայց դες գնացել են, այդտեղ բան են։ Այսինքն սենց Սամվել Կարապետյանը կներես, Սամվել Կարապետյանը դες արդյունքում շփումներ ունի շատ կոնկրետ ադրբեջանական Ռուսաստանի ադրբեջանցի շրջանակների հետ։ Երբ որ Հայաստանը 44 օրյա պատերազմներ, երբ որ մեր զինվորները զոհվում էին այդ պատերազմի ընթացքում, Սամվել Կարապետյանը հայտարարություններ տարածել, որտեղ հավասարության նշան դրած կողմերին կոչ էր արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ԵԱԿ Մինսկի խումբ էր արել, էլի։ Հա, բաներ, ինքը տենց Շվեյցարիայի ԱԳՆ-ներ էլի, որպես այդպեսին, տենց մի հայտարարություններ արել։ Ռուսաստանցի բիզնեսմենն է, էլի, պահելի չես ուզում։ Չէ, բայց այդքանից հետո տենց եկել են Հայաստանի Հանրապետություն ու տենց իրանց իրավունք են վերապահում, ինչ որ մեկին կապ չունի ում, ինչ որ մեկին ասել թուրք։ Չէ, ես քեզ ասեմ ավելին, փաստորեն ինչ է ստացվում։ Ինքը ապրում է Ռուսաստանում, հայերեն գրել կարդալ ոնց որ թե չգիտի, ադրբեջանցիցուն պատկանող ռեստորանում ամուսնացել է վրացու հետ, բայց իմ հայ լինելն է կասկածի տակ, հա, ճիշտ եմ հասկանում։ Հա։ Փայլուն է։ Ինչևէ, ողջունենք մեր հետևորդներին։ Ողջունենք մեր հետևորդներին եւ նորից կոչ անենք հավանել տեսանյութը բաժանորդագրվել ալիքին։ Սա չեմ հոգնի ասել, որովհետեւ YouTube-ի ալգորիթմերը դա շատ լավ տեսնում են ու ինչքան շատ եք դուք լայքում տեսանյութը, ինչքան շատ եք բաժանորդագրվում ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, այդքան ավելի շատ մարդ է տեսնում, այսքանը ճիշտ, այդքան ավելի շատ մարդ է տեսնում մեր տեսանյութը ու դառնում մեր հետևորդ։ Բայց գալով արդեն մի ուրիշ հետաքրքիր թեմայի, որը սրա շարունակությունն է։ Տես, ուրեմն արդեն երկու փոխկապակցված անձ նախկինների հետ, նույն ինքը Արման Թաթոյանը եւ Նարեկ Կարապետյանը, Տաշիր Սամոյի եղբորորդին։ Հա, ռուսաստանցի բիզնեսմենի եղբորը։ Ռուսաստանցի օլիգարխի եղբորորդին։ Իմ հետևորդի հորեղբոր տղան։ Հա, այապրես։ Երկուսն էլ ասել են, որ նախկին նախագահները պետքա չմասնակցեն ընտրություններին կամ դա վերաձևակերպել են։ Երբ որ ռուսաստանցի օլիգարխի եղբորորդին արեց այս արտահայտությունը, Էդվարդ Շարմազանովը այդ օրը մի այսպիսի գրություն գրեց, որ այ դուք ընդամենը в общем թիթեռնիկի կյանք ունեցող քաղաքական գործիչներ եք, ոնց եք հանդգնում, բան եւ այլն։ Դուք եք նախկին, դուք ոնց նախկին չեք, բան ու բոլորը մտածեցին, որ այս Շարմազանովը փաստորեն Տաշիր Սամվելի եղբորորդուն է sense բան ասում։
ու տենց մամուլում նույնիսկ երկուսի նկարով գնաց Շարմազանովի ու բանի Տաշիր Սամվելի եղբորորդու նկարներով գնաց այդ լուրը անգամ տենց 2-3 ժամ չանցած Շարմազանովը եթե չեմ սխալվում 2-3 ժամ չանցած Շարմազանովը տակը գրեց հետ գրություն հատուկ մամուլի համար գրածս ոչ մի կերպ չի վերաբերվում Նարեկ Կարապետյան այդ գիտես ինչ է դա հայտարարություն է բայց գիտես ինչ է այդտենց որովհետև նայ Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի բիզնեսմենի եղբայրը կամ նույն ինքը նաև ռուսաստանցի բիզնեսմենը իրանք հավասար հարաբերությունների մեջ են եղել Թաթոյանը եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը երիտասարդ Սերժի երիտասարդն է եղել նա դրա համար ամենայն հավանականությամբ զանգել է ասենք ռուսաստանցի բիզնեսմենի եղբայրը որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել ասել է շեֆ Էս ինչ է անում քո։ Դու այդքան է շեֆ չեմ կարծում որ շեֆ ինձ թվում է այդ հիերարխիկ։ Մոտ է աշխատել։ Հա, բայց այդ հիերարխիան ինձ թվում է այդքան տենց չի։ Ամեն դեպքում ես հույս ունեմ որ ոնց են տարիներին հավանել։ Հա, բա իհարկե, բա մարդը այդքան մոտ է աշխատել է։ Չնայած եթե ինքը ռեմոնտ է արել իր օֆիսը, իր աշխատասենյակը, կարող է ասած լինես Սերժ, չգիտեմ։ Ինձ թվում է բանը հավասար հարաբերություններ։ Ամեն դեպքում ասել է ինչ է գրել, նայել ասել է բացառվում է քո մասին լինի, ցավը տանեմ եւ այլն, ու որոշել են Թաթոյանին բան անեն, էլի ասել։ Հա, նայել ասել է բան արա։ Բայց իրանք զուգահեռ Թաթոյանին ասել են, չէ՞ կապի մեզ, մեկ որ մեկը հավատա որ։ Հա, որ տենց այդ կուտը տանք, ոնց էր, չէ՞ որ Մարտունինը տեսան ինչ լավ աշխատեց Գյումրիում, որ Վարդանին էր կպնում, տենց խափեց, խապսվեց։ Դու հասկանում ես, չէ՞ որ իրանք այնքան ցածր ռեյտինգ ունեն, որ իրար հանդեպ փորձում են իրար ռեյտինգը բարձրացնել վատաբանելով մյուսին։ Հա, բայց միևնույնն է, այստեղ փաստը մնում է այն, որ այն աստիճանի է փաստորեն Սերժ Սարգսյանը հուշ տեղած Տաշիր Սամվելից եւ իր քաղաքական կամ կիսաքաղաքական այս թիմից, որ 2 ժամ չանցած Շարմազանովը տակ է այդ բանը գրում։ Բայց որ ասում ես հուշ տեղած ինչ նկատի ունես։ Դե նկատի ունեմ որ բան անդեղ այդ հիերարխիան, որքան որ ես եմ հասկանում։ Սերժը տենց վերևում չի այդ հիերարխիայում։ Չէ, ես կարծում եմ իրանք հավասարին պարտներ են եղել այսքան տարի։ Այդ նկատի ունեմ էլի։ Ասենք ինքը բերել նշանակել է աշխատակազմի ղեկավար, այսինքն ես չեմ կարծում որ իրանք Սերժ Սարգսյանին բան չեն անում, էլի։ Ասենք Թաթոյանը ոնց է Թաթոյանը ասենք ակնհայտ Թաթոյանը ոչ մեկը Թաթոյանը ակնհայտ հանրապետականի պրոքսի է։ Հա, ինքը տենց պրոքսի է, սատելիտ է, ասենց պատտվում է Սերժի շուրջ։ Հա, իրան ուշանակում։ Հա, նրանք ավելի իրար ասում եմ իրար հավասար սուբյեկտներ են հիմա այսքան տարի ասում եմ իրանք փող եւ իշխանություն են կիսել իրար հետ։ Չէ, դե կիսելը ո՞րն է, մարտի 1-ի ժամանակ դու էիր շատ լավ էիր գրել, որ մարտի 1-ի ժամանակ այո նույն հանրապետական խմբակցության ղեկավարն է եղել Տաշիր Սամվելի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը, որը հանդիսանում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը։ Բայց ուշադրություն դարձրի, էլի, նայ մարտի 1-ի ժամանակ եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, դրանից կես տարի հետո էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Դա նույնն է, ու իրանք ասում են մենք կապ չունենք նախկինի հետ։ Դա նույնն է, որ հիմա Կոնջուրյան Հայկն ու Արայիկ Հարությունյանը ասեն մենք ԿՊ-ի հետ կապ չունենք։ Հա, դա լրիվ ամբողջությամբ նույնն է, ամբողջությամբ։ Այսինքն առանց մի գրամ ավելացնելու կամ պակասացնելու էլի, ամբողջությամբ նույնն է։ Ես մեկ բան եմ անում, էլի, ես երեսպաշտությունից թևաթափ եմ լինում։ Բայց խոսալով երեսպաշտության մասին մի հատ բան ասեմ, քանի որ հիշացրեցիր, էլի, որ Ռուսաստանցին որդուն փսակել է ադրբեջանցու ռեստորանում։ Իրանք ինչ են ասում։ Ասում են, տեսեք, դե հայտնի է արդեն բոլորին, որ Ադրբեջանից բենզին է ներկրվել Հայաստան ու դրա արդյունքում էժանացել է բենզինը որոշ լցակայաններում։ Ինչ են ասում։ Ասում են սրանով իրանք են ասում, իրանց այդ կողքը կսմսվողները, չգիտեմ, իմ հիասթափությունը Էդմոնը Մարուկյան եւ այլն։ Իդեպ դու զգացել ես, որ Էդմոնը քաղաքացիական պայմանագրի անառակ որդին է, որ անդադ գցում է, անդադ հետ ենք ընդունում։ Լուրջ եմ ասում, ելքի ժամանակ գցեց հետ ընդունեցինք, հետո պատերազմից հետո Էդմոնը քո գեշտալտն է, որից դու չես կարողանում ազատվել, անդադ խոսում ես իր մասին։ Բա տես, որտեվ ասում եմ, էլի ես։ Դե մենակ ինքը չի, չէ՞, ես դու չգիտես, որ ես չեմ սիրում Դավաճաններին, Աննա Գրիգորյանին եմ անդադ անդառնում, որտեվ էլի Դավաճանեց մանդատը գողացավ ԿՊ եւ այսպես շարունակ։ Բայց ինչեւ է, ինչ են ասում, ասում են այսպիսով նկատի ունեն, եթե Հայաստանի որևէ բիզնեսմեն գնում է Ադրբեջանից բենզին։ Մենք հարստացնում ենք Ադրբեջանի բյուջեն եւ հետեւաբար Ադրբեջանի բանակը։ Դա սա մի քիչ աբսուրդ
պնդում է, որովհետև նույն տրամաբանությամբ էլ Ադրբեջանը մեկը կարող է ասի կամ մի ադրբեջանցի կարող է ասի այս ծախելով բենզին հայերին դուք հայկական տանկերի մեջ, չգիտեմ, տանկը եւ բենզինով չի սալյալ կարողա, բայց հայկական ասենք, չգիտեմ, զինվորը փոխադրող մեքենայի մեջ բենզին եք լսում։ Չէ, էժանացնում եք փաստացի վառելիքը Հայաստանում։ Եվ հետեւաբար իրանք կարող է զենք առնեն այդ կինո։ Չէ, որտեղ վառելիքը եթե էժանանում է, քո ընդհանուր տնտեսության վրա դա լավ է։ Բացի դրանից, մի հատ ամենավատ իրանք ամենապրիմիտիվ, ամենաստոր արտահայտությունը, ասում են գնում են ադրբեջանական բենզին եւ դրա գինը հայ զինվորի արյունն է։ Սրանից ստոր մանիպուլյացիա ես չեմ լսել, բայց ինչ եմ ուզում ասել։ Եթե գնում ենք այդ դաշտ, հիմա ես իրանց ասում եմ հետեւյալը. 2 տարի արդեն 23 ամիս, եթե չեմ սխալվում, 22 կամ 23 ամիս մեր սահմաններին ադրբեջանցու կրակոցից ոչ մի զինվոր չի սպանվել։ Այսինքն չի թափվել որևէ արյուն։ 2 տարի արդեն համարյա։ Իսկ գուցե այդ չթափված 2 տարի չթափված արյան գինն է այս բենզինը։ Գուցե նախադասություն ես ասում։ Բարդ նախադասություն չեմ ասում։ Ես ասում եմ գուցե հասկացա ինչ ես ասում։ Գուցե պետքա ոչ թե չգնալ խաղաղության, որովհետև նախկինում արյուն է թափվել, այլ գուցե պետքա գնալ խաղաղության, որ ապագայում արյուն չթափվի։ Գուցե այն ամեն ինչ որ մենք արել ենք, գուցե օգոստոսի 8-ի հռչակագիրը, որ մենք ստորագրել ենք, որ ընդդիմությունը ասում էր մի արեք։ Գուցե դելիմիտացիան, որ արել ենք, ասում էին ընդդիմությունը մի արեք։ Գուցե թրիփի իրագործումը, որ ընդդիմությունը ասում է մի արեք։ Գուցե տրանզիտով Ղազախստանից եւ Ռուսաստանից Հայաստան ծորեն ներկրել Ադրբեջանի տարածքով, որ ընդդիմությունը մի արեք։ Գուցե ադրբեջանական բենզին գնելը, որ ընդդիմությունը ասում է մի արեք։ Գուցե այս ամեն ինչը անելն է այն գինը, որ մենք վճարում ենք, որպեսզի արյուն չթափվի։ Ու ինչ վատ բան ենք անում։ Բայց դա գինել չէ, որը վճարում ենք, դա ձեռքբերում է, որը ունենում ենք։ Ու դրան զուգահեռ նաև արյուն չի թափվում։ Այո։ Ու փաստացի մի բան էլի քաղաքական դաշտում, տեսեք, սենց մի բան կա, որ այս խոսույթը, օրինակ, եթե ԿՊ-ն չլինի իշխանության ու լինեն ներկայիս ընդդիմադիր ուժերը, այդ բենզինը չի գնվի Ադրբեջանից, այդ ծորենը չի գա Ադրբեջանով, այն դելիմիտացիան, որը սկսել է, չի շարունակվի Ադրբեջանով։ Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, թրիփը չի իրագործվի եւ կլինի պատերազմ։ Մեկը կարող է հարցնել ինչ գիտեք։ Գիտեք։ Շատ բարձ պատճառով իրանք մեզ ասում են մի արեք դա։ Այո։ Հենց էտա չի լինի այս ամեն ինչը եւ կլինի պատերազմ եւ կլինի առնվազն ամեն շաբաթյա ռեժիմով սահմանին զոհեր եւ կլինի սահմանային էսկալացիաներ եւ կլինի տաք պատերազմի փուլ եւ կլինի Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության կորուստ։ Էտա ԿՊ-ի չլինելու ու կոնկրետ այդ ընդդիմադիր ուժերի իշխանության լինելու գինը չկա ուրիշ տարբերակ ուղղակի։ Ընդ որում գիտես ինչ, մի հատ sense թեզել եմ նկատի, ասում են լավ դե խոսում եք խաղաղություն, դեր արած ինչա որ տես խաղաղություն տատսել կունենար։ Բայց այդ նույն խոսողները, այդ նույն այդ արտահայտություն անողները ուղիղ կես տարի առաջ, այս տարվա սկզբին մանավանդ այն ժամանակ կհիշես, երբ որ ԱՄՆ, Իրան, Բախում եղավ, Իսրայել, Իսրայել, Իրան եւ այլն արդեն բան էին անում, ասում էին հասեք, Սյունիքը գրավում են։ Քննարկումները նրա մասին էր, որ հեսա հարցակումը, չգիտեմ, 3 օրից է, 4 օրից է, թե մի ամսից է։ Իրանք մեզ ասում էին դուք ապիկարներ, դուք ինչ էլ անեք, միևնույնն է խաղաղություն չի լինելու, խաղաղություն չի գալու։ Հիմա հանկարծ եկել են ասում են հա դե Իրանի վրա հարցակումից 2 ամիս առաջ էլ Քոչարյանի գլխավորությամբ ասում էին Իրանի հետ հենց հիմա շատ շտապ Իրանի հետ բան արեք ռազմավարական գործընկերություն Իրանի զորքերը բերեք կանգնացրեք սենց եւ այլն ու տենց շատ խելոք դեմքերով էին այդ ամեն ինչ ասում երբ որ Իրանի վրա այդ հարձակումը տեղի ունեցավ այդ խոսակցությունները մի տեսակ էլ չեմ լսում իսկ կարող է ուղղակի պարզապես ինչ որ մեկը վերջապես այդ դաշտից վեր կենա ու խոստովանի որ այն դիվանագիտությունը ու այն քայլերը որը որ Հայաստանի Հանրապետությունը արել է 44 օրյա պատերազմից հետո այն միակ հնարավոր ելքն էին որը Հայաստանը պիտի հանգեցնի խաղաղ հանգրվան Այո եթե իրանք դա ասեն արդեն քաղաքական բանավեճը կդառնա բովանդակային բայց մի բան հիշեցի դու Մարությանի մասին խոսացիր Հայկ որը ոնց որ թե ինքն էլ քո գեշտալտն է բայց բանը չէ Ես պետքա խոստովանեմ, որ ինքը իմ նկատած միակն է եղել անդիմադիր քաղաքական դաշտից, որը կիսատ պռատ, բայց ողջունել օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը եւ դա պետքա գնահատել։ Ինձ թվում է ինքը ուղղակի կոնկրետ այդ դաշտի ամենալավ ծպտվածն է միջև հիմա, որտեվ ես վստահաբար պնդում եմ, որ դե փաստերի վրա հիմնվենք, մարդը փաստացի
Անդրանիկ Թևանյանի քվեին արժանացած անձ։ Բայց ես փաստ եմ համարում, որ ինքը դա ողջունել է, եւ ես կարծում եմ դա կարելի է գնահատել։ Սա չի նշանակում, որ ինքը դրանով դառավ մեր երազանքների։ Չէ, ես պնդում եմ, որ դա ընդամենը ձև է, որով որ ինքը փորձել է։ Դե դա ապագան ցույց կտա, լավ։ Դա արդեն ցույցատվել անցյալը, որով որ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ պատրաստ է իրան քվեարկել։ Անդրանիկ Թևանյանի քվեարկությանը արժանացած ցանկացած մեկը ավտոմատ կերպով դառնում է կոնկրետ այդ դաշտի եւ այդ թևի ներկայացուցիչ։ Դե Մարությանը մի օր հայտարարի, որ ինքը երբևիցե չի քվեարկելու այդ թևից ոչ մեկին եւ դրանով չի կարա հայտարարել։ Եթե հայտարարել կխափի։ Չգիտեմ, տեսնենք վաղ, տեսնենք։ Տենց պատահականություններ չեն լինում, էլի կներեք, հազար ներողություն չեն լինում տենց պատահականություններ, որ Դոնբասի ու Լուգանսկի Անդրանիկ Թևանյանը ինչ որ մի օր վեր կենա ու որոշի քվեարկել ինչ որ մեկի օկտին, ով որ կոնկրետ այդ քաղաքական բևեռի կողմից հավանության արժանացած չի։ Օրինակ Մարությանի անդրադարձ ես չեմ տեսել Կարոյի, այսինքն գործակալ Կարոյի հարցին։ Օրինակ ինձ հետաքրքիր է ինքը կպաշտպանի գործակալ Կարոյին թե չէ։ Եթե չպաշտպանեց, օրինակ ինքը ասեց իրոք, եթե ասեց իրոք ասեց պրոբլեմա որ arczepiskopos-ը KGB-ի գործակալն է։ Իսկ լավ իրոք շատ ենք խոսում Մարությանի մասին, դա անհետաքրքիր թեմա է մեծամասնության համար։ Ու ես միանշանակ պնդում եմ, որ ինքը ձևացնելու է բոլորից շատ ու ինքը խափելու է բոլորից շատ, որովհետև մենք տեսել ենք թե ինչ վարպետորն է նա խափում։ Լավ, կապրենք կտեսնենք։ Ինչև է։ Այս մեր ենթադրում եմ այս տարվա վերջին թողարկումն է ու այնց ամանորին ընթառաջ է այս հաղորդումը եթեր գնալու ու մեզ շատերը այդ նախատոնական հանգստյան օրերին են նայելու։ Ինչպես ես պատրաստվում անցկացնել նոր տարին, ամանորը, Վահագն։ Այս տարի ոչ մի արտառոց բան ենթադրում եմ ու մի խոսքով հասկացա։ Բայց անցած տարի հիշում եմ, որ ձեր տուն էինք եկել։ Այո։ Ու ես ձեզ նաև պատմեմ, որ առաջին անգամ Ռուբենի, առաջին անգամը չէր, չէ՞ որ տղայիդ տեսել եմ ձեր տանը, թե առաջին անգամն էր։ Չեմ հիշում։ Մեր տուն առաջին անգամ էի տեսել, եւ հետո ձեր տուն առաջին տեսել ես։ Հա, տեսել էի միջև այդ անցած այդ նոր տարվա այդ տոների իմ համար ամենատենց մեծ բացահայտումը Ռուբենի շատ նորածին կարելի ասել նորածին տղան էր Ռուբենի, որը իմ կյանքում տեսած ամենախելոք երեխան է։ Երևի մի 4-5 ժամ Ռուբենենց տանն ենք, այդ երեխան ոչ մի անգամ ոչ մի ծպտուն չհանեց, չլացեց, չգոռաց, ոչ մի բան չարեց, խելոք իր համար որպես զուսպ, չափված, ձևված, կիրթ։ Դե իհարկե կլինեին մարդիկ ովքեր կասեին ծույլ, բայց ես այդ մարդկանց թվում չեմ։ Նկատի ունես Հովիկ Աղազարյանի։ Հա։ Դե ամեն դեպքում։ Ինչև է Վահագ, եկող տարի հուսանք դու էլ կփսակվես վերջապես, ընտանիք կազմես, նույնպես երեխաներ կունենաս։ Հուսանք։ Ես վստահ եմ, որ դու շատ ես լսում նման հորդորներ։ Հիմա արդեն դե վստահ ես, որովհետև ինքդ բազմաթիվ անգամ հնչեցնում ես այդ հորդորները։ Ինչև է, մենք ձեզ լավ ու ուրախ տարի ենք մաղթում։ Ամենակարևորը խաղաղ տարի ենք մաղթում ձեզ, Ռուբեն։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Ամենալավը ձեզ, հավանեք ու բաժանորդագրվեք։